Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան դիվանագիտական ու իրավական թեզա նախաձեռնություն միջազգային ասպարեզում Վրաստանում Բաքվի դեսպանության կողմից 44-օրյա պատերազմի տարելիցին կանցերտ կազմակերպելը անընդունելի է Վրաստանահայ համայնք։ Լուբոյ պատմություն հերոսի կյանքի ու իրան ծնողների կամ մարտական հնգերների միջոցառման կամ ուժ անցյալի ներկայի միջև, որևէ մի իրավունք չունի մեր պետության դեմ գործ դինի զավթողական ծրագրեր ու չստանա դրա հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը։ Նասենից 100 տարի անց պատմությունը կրկնվալա, Արցախայությունը բռնի տեղահանվալա ու հայրենազրկվալա, Նաթան Սրբազան, Հայաստանը Արադ Լեռնա, Վիտալի Միլանով, Կարսի Սուրբ Առաքյալների եկեղեցին, հայկական ճարտարապետության գոհար Արևմտյան Հայաստանում, Երևանում կանցկացվի ցեղասպանագիտության նվիրված միջազգային գիտաժողով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իրան իրավական վերածննդի ռազմավարությունը միջազգային հարթակում։ Ֆրանսիայում գտնվող իրան դիվանագիտական առաքելությունը պաշտոնապես փոխանցել է հիշատագիր միջազգային արդարադատության դատարանին ու միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարությանը, պահանջելով սկսել գործընթաց ուղղված պատմական հայկական պետության իրավական շարունակականության ճանաչմանն 1294-ից 1923 թվերի հարիդեմ իրականացված ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվության քննությանը։ Այս քայլը կարևոր փուլ է իրավական հիմքերի երակառուցված այդ քաղաքական միավորի հետ հիմնավորում է այրանգույցությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո ընդունված միջազգային իրավունքի փաստաթղթերով, մասնավորապես Վերսալի պայմանագրավը, Խաղաղության կոնֆերանսի որոշումներով, Սևրի դաշնագրավ, նախագահ Վիլսոնի արբիտրաժային վճռով ու 1919 թվականի Օսմանյան ռազմական դատարանների վճռներով։ Նյութամբողջությամբ կարդացիք Western TV սայթում։ Վրաստանում Բաքվի դեսպանատան կողմից կանցերտի կազմակերպումը անընդունելի է հատկապես այսպես կոչված 44-օրյա պատերազմի տարեդարձի հիշատակման հետի։ Հայտնենք բարոյական վրդովմունք, որովհետև նման իրադարձություն տեղի ունենում այն ժամանակաշրջանում, վեր հազարավոր հայ ընտանիքներ հալամ տառապում են էթնիկ զտումների դարդան, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է քինյան Բաքվի կողմից անօրինաբար գերեվարված քաղաքացիական անձանց ու տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ։ Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը։ Հայացքն Արցախին հաղորդման հյուրը Բլոնգյուս կայքի խմբագիր բլոգեր Արամ Գևորգյանն է։ Արցախը իրան հետի վեճ տարածք այլև հոգևոր արժեք է։ Իրան նսելով է Արցախը խորհրդանշում հայ ժողովրդի պայքարը։ 2020-ի կռվանը ետը Արամը որոշալ է մի քանի աջակիցների հետ զոհված տղաների խոխորձը Քյոմագյանը։ Իրան պարտքն է համարում ոչ միայն ձեռք մեկնել այդ ընտանիքներին, այլև գիրել ամեն մի զինվորի հերոսական պատմության մասին։ Լուբոյ պատմություն հերոսի կյանքի իրան ծնողների կամ մարտական ընկերների միջոցով դառնում կամ ուժ անցյալի ու ներկայի միջև։ Վերեսնիմ Արևելյան Հայաստանի Հանրապետության ղեկավար գործի կտրվի դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքական ու նաև գիտական սաղ գործիքակազմը Ադրբեջանի զավթողական կոնցեպտի սաղեյություն միջազգային հանրության ներկայացնելի հետի։ Ամեն դեպքում վերադրբեջանական պետությունը փորձի սրա հիման երան որևէ միջոցառման է արտերկրում տատրնականը լրջագույն խնդիր։ Միջազգային ներկայացուցիչների ներգրավումը ներկայացվելու է որպես աջակցություն զավթողական ծրագրերին ու խոչընդոտ խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանից եկող հայտարարություն է ներկայացվելու գործընթացի միջնորդներին ստնական արձագանքներ ու դրանք ոչ մի դեպքում լրացվելու չեն Արևելյան Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի կողմից։ Հայաստանի ղեկավարը պիտի տեսնա ռիսկերը, սթափ գնահատե դրանք ու ժամանակին գործի դինի դիվանագիտական գործիքակազմերը սպառնալիքներն չեզոքացնելի հետի։ Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների ու արարողակարգի բաժնի տնօրեն գերաշնորհ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը Մայր Աթոռը ընդունել է 100 տարի անց Ֆրիդյոֆ Նանսենի ոտնահետքերը միջազգային գիտաժողովի մասնակիցներին նվիրված Ֆրիդյոֆ Նանսենի ու Իրան հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին։ Երևանի Նանսենի թանգարանի տնօրեն Տիար Ժորա Հակոբյանը ներկայացնելով հյուրերին Սրբազան հորը տեղեկություններ փոխանցալ գիտաժողովի գործերի ու արձանագրված արդյունքների մասին։ Նաթան arczepiskopos-ը ողջունել է գիտաժողովի անցկացման նախաձեռնությունը ներկաներին փոխանցելով Գարեգին II Գույն պատրիարք ու ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օրհնության ու բարեմաղթանքները։ Անդրադառնալով հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիդյոֆ Նանսենի մարդասիրական առաքելությանը Սրբազան հայրը ընդգծала վերջինս անուրանալի ավանդը ցեղասպանությունա փրկված հայ փախստականերին ու որբացած խոխորձը ցուցաբերած խնամքի ու իրենց վերաբնակեցման գործումը։ Այս առնչությամբ Նաթան Սրբազանը ցավով արձանագրել էր Նանսենից 100 տարի անց պատմությունը կրկնվալա, Արցախայությունը բռնի տեղահանվալա ու հայրենազրկվալա։ Վիտալի Միլանովը Alpha News-ին տված հարցազրույցին վաղտը քննադատ Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը եկեղեցու հոգևարականների հանդեպ համեմատելով դա Ուկրաինայի իրավիճակին հետ։ Ասալ ավեր Հայաստանում քրիստոնեական արժեքներն փոխարինվալն արևմտյան ազդեցություններով։ Միլանովը նաև արձագանքալ է Ալիևի հայտարարություններին ու Արարատ լեռան պատկերի հեռացման ընդգծել ավեր Արարատը Հայաստանը խորհրդանիշն է։ Վերջում ինքը քննադատալ է Ղազախստանը Բաքվի միջոցով ցորենի ներմուծումը տա անվանելով ազգային դավաճանություն։
Կարսա Սուրբ Առաքյալների եկեղեցին վերգտնման ներկայումս Թուրքիայի օկուպացիայի տակ գտնվող հայկական Կարս քաղաքում սարքվալա 10-րդ դարում Բագրատունյա ծառքա Աբբաս Այի օրոք։ Եկեղեցին սկզբնապես կառուցվալա որպես հայկական քրիստոնեական տաճար ու հայտնի այրան յուրահատուկ կենտրոնագմբեթ տետրակոնխ կառուցված քավը խաչաձև հորինված քավը ու 4 աբսիդներով, ինչը բնորոշ է հայկական ճարտարապետությանը։ Տաճարի արտաքին պատերին քանդակվածն էլ Քրիստոսի 12 առաքյալների պատկերն են, ինչից էլ եկեղեցին ստացալա յուրան անունը։ Երկար դարերի ընթացքում կառույցը մի քանի հետ փոխալա յուրան գործառույթը 1579 թվին վերկարսը նվաճան Օսմանեն վերածվալա մզկիթի Գյումբեթ ջամի անունով 1877-ից 1878 թվերին ռուս-թուրքական պատերազմի դարդան Կարսի անցմամբ ռուսական կայսրությանը եկեղեցին տառալա ռուսական ուղղափառ տաճար 1920 թվականից հետո վերկարսը բռնազավթվալա թուրքական ռեժիմի կողմից շենքը տարբեր նպատակներով օգտագործվալա ու նորից վերածվալա մզկիթի։ Սուրբ Առաքյալների տաճարը մնում է հայկական մշակութային ժառանգության կարևոր վկայություն Արևմտյան Հայաստանում, հիշեցնելով Կարսի հայկական անցյալի մասին։ Դեկտեմբերի 8-ից 9-ի ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում անցկացվելու է ցեղասպանություն հիշողություն ճանաչում կանխարգելում խորագրավ միջազգային գիտաժողովը։ Կազմակերպվում է Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ու մարդու իրավունքների ու ցեղասպանագիտության կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությունով։ Գիտաժողովի մասնակցելու են փորձագետներ ու գիտնականներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուանդայից, Բուրունդիից, Ամերիկայից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից ու Արգենտինայից։ Միջոցառման նպատակն է խթանել միջազգային համագործակցությունը, փորձի փոխանակում ու մշակել հայ ռազմավարություններ ցեղասպանությունների ու զանգվածային վայրագությունների կանխարգելման ուղղությունով։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն հայերենն ու անգլերենը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքանը պատրաստա, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։